խնդիրները այդ թվում ջրային ոլորտի կլուծվեն, կառավարությունը եւ ես դրա դիմաց մի պայման ունեմ, ոչ մեկ որևէ գնում անելիս դուրս չի գալի առանց հսկիչ դրամարկղային կտրոնի։ Սա էլի եմ ասում, սա շատ կարևոր արձանագրում է եւ մենք անընդհատ պետքա սրա մասին խոսենք։ Մարդիկ պատճառահետևանքային կապը պետքա հասկանան։ Եվ էսա նա է, որ այդ ընդհանուր առմամբ բանի այդ բարերարությունա կախյալ տրամաբանությունից մենք կարող ենք դուրս գալ։ Հասկանում եք, մարդը երբ որ ՀԴՄ կտրոն է վերցնում, ինքը բարերարության կարիք չունի, իր համայնքը բարերարության կարիք չունի։ Այդ նշանակում է պետական բյուջեում բավարար միջոցներ են գեներացվում, որ այդ խնդիրները լուծենք։ Ես առաջին անգամ նախորդ օրը նման համարձակություն եմ վերցրել ինձ վրա եւ ավտոմեքենայից փոքր տեսանյութ եմ նկարագրել, արձանագրելով, որ այսօր Հայաստանի Հանրապետություն բառից բուն իմաստով ծաղկում է։ Այդ որ ծառը ծաղկում է, չի նշանակում, որ իր վրա չորացած չոր ճյուղ չկա։ Բայց այսօր Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է, հարգելի գործընկերներ, դա չի նշանակում, որ մեր ծառի վրա չոր ճյուղ չկա եւ տեղ չկա, որտեղ մենք պետք է աշխատենք։ Ընդհակառակ այս արդյունքները մեզ ողջևորում է, որ այս համակարգը ստվերի կրճատում, հարկային եկամուտների ավելացում, ծախսերի որակի բարձրացում, որովհետև եկեք ընդունենք, մենք 8 տարի առաջ կամ 10 տարի առաջ կամ նույնիսկ 3 տարի առաջ մենք ամեն օրվա հետ տեսնում ենք, որ մեր ծախսերի որակը մեծանում է։ Իհարկե դրա համար է, ես չեմ էլ թաքցրել, մենք դրա համար ենք գնում եւ նայում ամեն ինչ կա, ձեռ ենք տալիս, քաշում ենք, բացում ենք, փակում ենք, հրում ենք, որպեսզի համոզվենք, որ մեծ լարվածություն է, դա միլիարդներ են գնում, այդտեղ պետք է համոզվենք, որ ճիշտ է այդ ամեն ինչը բան արվում, օգտագործվում։ Եվ ամենակարևորը էս համակարգը էֆեկտ է տալիս եւ քաղաքացիները իրանց պետք է ներգրավված զգան։ Իրանք պետք է տեսնեն, որ իրանք ինչ որ մի բարերար չի եկել։ Մենք տեսել ենք այդ բարերարների կառուցած մանկապարտեզ դպրոցներն էլ ենք տեսել։ Կներեք, բայց այսօր մեր ստանդարտով տենց բարերարական օբյեկտ չկա, որ մենք ընդունեինք։ Մենք չենք ընդունել այդ օբյեկտները ուղղակի։ Կասենք, սրանք որակին չեն համապատասխանում։ Ուղղակի չենք ընդունում, գնացեք 30, 40, 50% ավել ծախս պետք է անեք, նախագիծը պետք է լավարկեք, որ սա մեզ համար ընդունելի լինի։ Եվ սրանում չհավասարություն չկա։